Միշտ կաթողիկոսի վարքագիծը եւ մայրաթորի վարքագիծը բանանելու համար միշտ հետ գնացեք եւ կարդացեք հոկտեմբերի 16-ին Սոչիի հայտարարությունը, որտեղ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել էին 3 հարթություններով շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանի քավորությամբ։ Այն որ Ռոբերտ Քոչարյանն ասում է միջնորդի աթոռը տակից հանել ենք։ Եվ այդ հայտարարության մեջ կարևորագույն առանցքային հարթություններից մեկը կրոնական առաջնորդների ֆորմատն է։ Ինչպես։ Կաթողիկոսը, Ալլահ Շուքյուր Փաշազադե կարծեմ եւ Կիրիլը, պատրիարք Կիրիլը Ռուսաստանի։ Հիմա եւ որ այնտեղ Պուտինի հույսը Գարեգին բն է եւ մայրաթոր Էջմիածինը իմ եկեղեցին ցավոք սրտի, որովհետեւ ըստ էության Հայաստանի իշխանությունները հրաժարվում են անել այն, ինչ իրենց պարտադրում են Ռուսաստանից։ Հայաստանի խորհրդարանը չի անում այն, ինչ իրենց պարտադրում են Ռուսաստանից։ Հայաստանի հետազոտական կենտրոնների ներկայացուցիչները, որոնք մեկ անգամ առնվազն իմանալով հանդիպել են Ռուսաստանում ադրբեջանցի գործընկերների հետ այդ Սոչիի հայտարարության համատեքստում, հրաժարվում են անել այն, ինչ պահանջում է Ռուսաստանը։ Դա կմնացել է ով կաթողիկոսը։ Ինչից է նեղվել կաթողիկոսը, երբ ուրեմն Բարձրաստիճան հոգևորականը Էստոնիայում խոսել է խաղաղության պայմանագրից, խոսել է հարևանների հետ համակեցության եւ խաղաղության հասնելու խնդրից եւ խոսել է Հայաստանի Եվրամիությանը անդամակցելուց։ 3 բան, որոնք չեն մտնում ռուսական պլանի մեջ եւ սաստիկ ծանր է տարել Գարեգին բն, որովհետեւ դրանք Սոչիի հայտարարությամբ չնախատեսված վեկտորներ են